Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Կարապետյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում անդրադառնալով Վաշինգտոնյան պայմանավորվածություններին, առաջարկեց Թրամփի ուղին երկարաձգել մինչև երասխ եւ համոզմունք հայտնեց, որ միայն այդ դեպքում Հայաստանը այս նախագծից օգուտներ կշահի, ունենա, իսկ նախագծի մերժողն էլ արդեն Ադրբեջանը կլինի։ Ձեր դիտարկմամբ ինչ ուղերձ է սրանով Քոչարյանը հղում եւ այսօրվա իրողությունների պայմաններում սա որքանով է իրատեսական այս առաջարկը։ Շնորհակալ եմ, կարևոր հարց եք տալիս ու փորձագիտական դաշտում ես կարծես չեմ նկատել նման հարցադրում եւ նման պատասխան, որ մասնագիտական վերլուծության ենթարկված լինի։ Բավականին հետաքրքիր տարբերակ առաջարկում այն պայմանով, որ ժամանակին կհիշեք, ես էլ բազմիցս ասել եմ ձեր տաղավարում նաեւ ձեր զրույցում, որ եթե Ադրբեջանի խոսույթում արկա է արեստաձին Զանգեզուրի միջանց տերմին եւ դա նկատի ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի 44 կիլոմետր հատվածը, Նռնաձորից Ագարակ հատվածը, ապա այդ նույն խոսույթի շրջանակներում մինիմում Հայաստանը պետք է օգտագործի Նախիջևանի միջանցք ասելով եւ երասխից մինչեւ Օրդուբադ, մինչեւ Ջուլֆա այսինքն Ադրբեջանից պահանջ ներկայացնեն, որպեսզի նրանք է տրամադրեն այդ երկաթուղային ճանապարհը։ Հայաստանը Նախիջևանով կապվի Իրանի հետ։ Իհարկե միանշանակ, եթե պայմանը պայման է, եթե մենք տալիս ենք ճանապարհ Հայաստանի սուվերեն տարածքով, նույն տրամաբանությամբ այդ տարածքի մեջ պետք է լինի երկաթուղի, պետք է լինեն գազուղիներ, գիտեք, հայտնի արդեն, որ այնտեղ պետք է կառուցվեն, հա։ Եվ այդ ենթակառուցվածքներով հանդերձ նաև Նախիջևանը որպես տրանզիտ կոդի պետք է լինի Հայաստանի համար։ Այդ մասով, բայց նաև ես ուրիշ բանել եմ ասել։ Օրինակ ես ասել եմ, որ ինչու պետք է Հայաստանը նման միջանցքային տրամաբանությանը մոտ ուրեմն ճանապարհ տրամադրի, ընդ որում գիտեք, շահարկվում, խեղաթյուրվում, տարբեր ձևակերպումներ են ստանում, մենք ուրիշ բան ենք ասում Ալիև այլ բան է հասկանում նաև, բայց ես ուղիղ ասել եմ, որ եթե այդ տրամաբանությունը կա, նույն Ադրբեջանի ողջ տարածքն էլ մեր համար պետք է տրանզիտ կոդի ծառայի, որպես Ռուսաստանի հետ ալտերնատիվ, Լարսին ալտերնատիվ ճանապարհ մինչև Դաղեստան։ Այդ խոսույթը ընդհանրապես չկա, այդ պահանջը ընդհանրապես չկա, ընդ որում չկա նաև դրա անվտանգային սեգմենտի հաշվարկը, եթե լինի էլ, բայց ընդհանրապես այդ մասով խոսակցություն չկա։ Հիմա տեսեք, երբ որ դա ասում է Հանրապետության երկրորդ նախագահը, այստեղ խնդիր է առաջանում, հա, նախ իրենց մոտ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, նրանք մերժում էին առհասարակ ցանկացած տրամաբանությունը, այդ միջանցք, Տրամպի ուղի եւ այլն, հիմա ստացվում է, որ կամ առերեսվում են, որ դա իրականություն է, ալտերնատիվ տարբերակ չկա, պետք է հարմարվենք, համակերպվենք եւ ինչ որ տարբերակ ազգային ու պետական շահերից ելնելով առաջարկենք, որ առաջարկվել է։ Կամ ես չգիտեմ, որտեվ այստեղ ստացվում է, որ նաև ինչ որտեղ ստացվում է, որ ընդունում են, որ գործող իշխանությունները փաստացի լավ տարբերակ են քննարկել Միացյալ Նահանգների հետ, եկել են կոնսենսուսային ինչ-որ որոշման, այդ ճանապարհը շահագործվելու, հիմա ինքը, այսպես ասած, տարբերակ է առաջարկում, ինքը նոր բան չի առաջարկում, նման առաջարկներով մեկը ես հանդես եմ եկել ժամանակին, հիմա թե որքանով է դա գործնականում հողի վրա որպես պահանջ եւ որպես գործնականում արդեն կիրառելուց, գիտեք, ունենալ է այսպես է Հայաստանի Հանրապետությունը այսօր բացառապես զիջողական, հարմարվողական քաղաքականություն է վարում եւ այս համատեքստում Ալիևյան ցանկացած քմահաճույք բավարարող իշխանությունները ես չեմ կարծում, որ կարող են նման խոսույթով հանդես գան եւ պահանջի տեսքով ներկայացնեն, բայց դրա իրավունքը ունեն միանշանակ։ Որովհետև եթե խոսքը գնում է հարավային Կովկասում խաղաղության մեկնարկի եւ այդ ոգուն համահունչ խոսում են երկու ժողովուրդների միջև այսքան տարիների կոնֆլիկտի հանգուցալուծման մասին, ապա այդ համատեքստում պետք է բոլոր ճանապարհները բացվեն, եթե խաղաղություն է, ուրեմն համարժեք պետք է լինի։ Այդ նույն ճանապարհաբանությամբ էլ ամեն օր հանդես չգա հարևան երկրի հետ։ Դե այո, ստացվում է, որ ինչքան մենք փորձում ենք տարբեր միջազգային ադյաններում, միջազգային կառույցներում, այսպես հարցականի տակ իդեպ վարչապետի
հարցնել թե ինչ են հասկանում Զանգեզուրի միջանցք ասելով եւ այլն, այդ տերմինը արդեն արձարծվում, գործածվում է, դարձել է միջազգային տերմին, այդ արհեստական տերմինը կիրառվում է եւ լավ էլ մարդիկ գիտեն ինչի մասին է խոսքը։ Եվ այստեղ գիտեք, դեմագոգիա է, երբ որ առհասարակ ասում են ինչ եք հասկանում դրա տակ։ Ինչի դուք չգիտեք, ինչ են հասկանում դրա տակ։ Նիկոլ Փաշինյանը ասում է դա հորադիս Զանգելյան ճանապարհն է։ Դա ինքնախապեյություն է, հասկանում ում եք խափում դենց, ում գլխի տակ փափուկ բարձ եք դնում։ Ասենք միամիտ եք դուք չգիտեք դա որ տերմին է, ընդ որում այստեղ մի հատ խնդիր կա տերմինաբանության մեջ։ Այսինքն սեպագանաշնորհել են Զանգեզուր տերմինը, որը իրականում հայկական տերմինոլոգիա է, դրան հագնդեմ են գնում, որ դա այդ տերմինը ընդհանրապես այ Ալիևյան ուրեմն դարձել է տոպոնիմը ադրբեջանական, կիրառվում է, հիմա իրանք պայքարում են այդ բառակաբակցության դեմ, ոչ թե բովանդակության դեմ։ Այսինքն բովանդակությունը իմիջիայլոց ներկայացնում են, հույս վաճառելով սեփական ժողովրդին, խաբեբայությամբ, թե գիտեք, այդտեղ կա շեշտադրելով բազմիցս, հա, որ ինքնիշխանության, սուվերենության հիմքի վրա է, բայց չպատասխանելով առ այսօր այն հարցին, թե արդյոք հայկական մաքսային հայկական յենտակառուցվածքներ են լինելու այդտեղ, բացառապես մաքսային հարգային գործառույթներ իրականացնելու են հայկական կողմը կամ այդ կոնսորցիումի արդյունքում նաև հայկական կողմը, այստեղ մեր համար տարակուսել է լինում։ Ու այստեղ հիմա դուք ինչքան էլ ցիտեք Փաշինյանին կամ երկրորդ հանրապետության նախագահին, ես ընդհանրապես կասեմ, այստեղ բովանդակության խնդիր կա։ Հիմա ես էլ կարող եմ 1000 ու մի առաջարկներով հանդես գալ, շատ խելամիտ, բոլորի ազգային ու պետական շահերին համահունչ, բայց գործնականում հողի վրա դրա կիրառելիության հարց կա եւ երկրորդ հետը մենք միակողմանի զիջումների գնով ենք դա հասնում, այստեղ խոսել թե մենք ինչ լավ տարբերակներ կառաջարկենք, որը բխում է բացառապես հայ ժողովրդի կենսական շահերից, դա արդեն հավասարել ջուր ծեծելուն, հա, որ մենք ասենք, մենք լսենք։ Գիտեք, իշխանությունը նաև հայտարարում է, որ օգոստոսի 8-ից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Երեկ էլ պրոիշխանական գործիչներից մեկը, Արամ Սարգսյանը, հայտարարեց, որ այլևս ոչ մեկ չի համարձակվի հարձակվել Սյունիքի վրա, քանի որ դա նշանակում է նույն բանն է Թրամփի ուղու վրա հարձակվելը, ինչ թե հարձակվել Միացյալ Նահանգների տարածքի վրա։ Ըստ ձեզ արդյոք Հայաստանը անվտանգային նման երաշխիքներ է ստացել, թե սրանով հերթական անգամ փորձ են կատարում մեր հանրությանը մոլորեցնել։ Նախ ես չեմ ուզենա մեկնաբանել թեկուզ եւ ինչ-ինչ պայմաններում Հայաստանի ժամանակին վարչապետ դարձած գիտեք ինչ ճանապարհով կամ ինչ այսպես ասած արժանինքների համար մարդկանց ու ընդհանրապես ուղղակի զարմանալի է որ երկար տարիներ քաղաքական փորձ ունեցող քաղաքականության մեջ գտնվող մարդիկ այդպես քաղաքական ոտաբոբիկ հայտարարություններ են անում, այսպես վստահ, հա, այդ են նույն մարդիկ են, որ նաև ասում են, չգիտեմ, WhatsApp-ի համար ունի վարչապետը, եկեք զարմացեք, տեսեք ինչ առավելություն է կամ չգիտեմ։ Երբ որ այդ նույն մարդը ասում էր այն լավ տղեն, թե ինչ տղեն, հա, այն դուք հասկանում եք, երբ որ այն տղայով են հասկանում կամ Արմենիան, Ալբանիա է իրանց համար ու մենք պատերազմում ենք Կամբոջայի դեմ, հասկանում եք, զավեշտալի է, որ դու ցիտում ես Տրամպին ու ասում ես, գիտեք, դա համարժեք է, օրինակ Կոլորադո նահանգի այսինչ ճանապարհի հետ դա դիտարկվում է Միացյալ Նահանգների են։ Գիտեք, այդ նույն մարդիկ են նաև որ ասում են, ահա ռուսական ծիրից պիտի օր առաջ դուրս գանք, բայց ստացվում է հիմա իրանք կողմ են, որ ռուսական ծիրից դուրս գան, բայց ամերիկյան ծիրի տակ մտնեն։ Այսինքն էլ ուր մնաց իրենց այդ թափահարած ինքնիշխանություն, սուվերենությունը, երբ որ այդպես են դիտարկում։ Ամերիկյան, հա, հիմա է օրնվի ամերիկացու ոդկա, հա, որ սահատը որ եկավ Հայաստան։ Այդ ինչ խոսույթ է։ Եկեք ես որպեսզի ուրիշ բառերով չներկայացնեմ, չցիտենք դա։ Այստեղ էսպես է։ Փաստացի ինչ ունենք առ այսօր։ Տեսեք, անցել է արդեն 2.5-3 ամիս։ Այդ հայտնի ստորագրումից հետո, հա, նախաստորագրում ասվածից հետո։ Հողի վրա գործնականում ոչինչ չունենք։ Ընդամենը գործնականում ունենք այն, որ այո, այդ ճանապարհը պետք է կառուցվի, երկաթուղի պետք է կառուցվի, շահարկործվի եւ դա լավագույն դեպքում 2-ից 3 տարի կպահանջվի, որ այդ 44 կիլոմետրի հատվածը դա կարողանա մեր կողմը իրականացնի։ Թե ինչպիսի գործառույթներով են օժտված համատեղ աշխատանքի արդյունքում հետագայում կոնսորցիում ասվածի հիմքի վրա, ինչպես պետք է Ամերիկան ներկայացված լինի, ինչ տեսքով ներկայացված լինի, Միացյալ Նահանգների համար դա ինչպիսի կատեգորիայի, դա բիզնես պրոյեկտի մի մաս է։ Այդ ճանապարհը որպես այդպեսին, մենք գիտենք, միջին միջանցքի անվան տակ ինչ ուզում եք որակեք։
Դա բիզնես պրոյեկտ է շատ լավ։ Անունը դնում են խաղաղություն, խաղաղության հաստատում, երկկողմանի հարաբերությունների հաստատում, դրա արդյունքում ճանապարհների բացում։ Բայց մենք հո լավ գիտենք, Նահանգները Իրանի սահմանին ներկայություն է ստանում։ Ապրեք, բայց դա հարցի մյուս կողմն է։ Հələ դուք ավելի գեոքաղաքական հարցեր այդտեղ նաև կա, այդտեղ շատ լուրջ անվտանգային սեգմենտ կա։ Գիտեք, այդպես ոչ մեկ թող վստահաբար չասի, որ եթե Թրամփը ասել, նախ Թրամփը մշտական չի, մշտնջենական չի, ինքն էլ է վաղը մյուս օր ինքն էլ է գնալու։ Այսինքն մենք ստացվում է իդեմս նախագահ Թրամփով ենք դիտարկում հարցի էությունը, թե դիտարկում ենք որպես Միացյալ Նահանգները, այսինքն այստեղ պետք է հասկանանք անձի, որտեղ տվյալ դեպքում ձեր նշած մարդը ոնց որ ավելի շատ անձի պաշտամունքով է գնում առաջ, քան թե ամերիկյան Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության եւ այդ քաղաքականության շրջանակներում հստակության մասով։ Ես ձեզ վստահեցնում եմ, ոչ մեկ չի կարող երաշխիքներ տալ։ 100%-անոց երաշխիք չի կարող լինել։ Ընդ որում Թրամփը այստեղ հանդես է գալիս որպես վկա, ոչ թե որպես Ապրես, ես էլ եմ բազմիցս ասել, հարգելի Դավիթ, ընդհանրապես ովքեր որ անգլերենի տարական գիտելիքներ ունեն, երբ որ այդ տեքստը կարդում են, Միացյալ Նահանգները կողմ չի, դա եռակողմ չի։ Դա երկկողմ փաստաթուղթ է, ուղղակի այնտեղ գրած է, որպես վկա Միացյալ Նահանգները հանդիսանում է միջնորդ, այսպես ասած, եւ այստեղ կոնկրետ երկու կողմերը գալիս են որոշակի համաձայնության։ Խոսքը դրա մասին է։ Էդ էլ չի կարելի ֆետիշացնել։ Չեմ ասում թերագնահատենք։ Շատ լավ է, ինչ որ բան չեղած բանից լավ է։ Բայց չի կարելի հասկանում եք այսպես։ Ու էլի այն մարտիկ են այդ թափահարում, այդ խոսույթը, որոնք որ օր առաջ հագառուսական տրամադրությունների տակ, հա, այսպես լարված, չգիտեմ ինչեր են տարածում ու հիմա պատրաստ են արևմտյան ցանկացած երկրի իդեմս նաև մասնավորապես Վաշինգտոնի ներկայությունը ամեն կերպ ընդունեն, բայց մի կողմից ասում են դե դա հաշվեք որ ամերիկյան ճանապարհ է, բայց գիտեք մենք մեր ինքնիշխանությունը պահում ենք։ Ես ընդհանրապես շատ օրինակներ կբերեմ, բայց շատ թարմ է երասխի օրինակը։ Նույն Միացյալ Նահանգների դրոշով խփեցին, չէ՞, նույն Հայաստանի Հանրապետության սովը թողեցին կառուցել այդ գործարանը, չէ՞։ Բայց էլ ամերիկյան Միացյալ Նահանգների հովանավորությամբ եւ նրանց իգիտությամբ, նրանց թույլտվությամբ գործառույթ էր, Չին հրապարակի վրա կրակոցները, բան չէր։ Կառուցվեց այդ գործարանը։ Տեղափոխվեց։ Բա հիմա ինչ գարանտիա ունենք, ներողություն։ Հիմա եթե անձերով են գալիս, հիմա Տրամփն էր, այն ժամանակ էլ ավելի հայանպաստ դիրքորոշումներով Վուդրո Վիլսոններ, որ իրավարար վճիռ էր կայացրել, Հայաստանի մանդատն է շորում, իհարկե այդտեղ ուրիշ խութեր կային, այնտեղ երբ որ իրենք սենատով փորձեցին բան, այնտեղ ցայների, բայց կա Վուդրո Վիլսոնյան Հայաստանը։ Ես ինչի համար եմ սա ասում, ախր սթափ պետք է գիտակցել այդ պահը։ Քաղաքական գիտակցությունը այս բային բացակայում է, ընդ որում էլի այնց մարդկանց մոտ, որոնք որ քաղաքականությամբ են զբաղվում, կուսակցապետեր են։ Ամոթ է, իրոք ամոթ է։ Պարոն Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև 26 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, համոզմունք հայտնելով, որ Փաշինյանի վերընտրության հավանականությունը 0-ի է ձգտում, եթե իհարկե ընդդիմությունը այստեղ սխալներ չանի։ Փաշինյանի վերընտրության մասով որքանով եք կիսում երկրորդ նախագահի գնահատականը, քանի որ 2021 թվականի ընտրություններից առաջ էլ մենք նման գնահատականների պակաս չունեինք, բայց ընտրությունների արդյունքները բոլորովին այլ բանի մասին էին։ Ցավոք փաստացի երկրորդ անգամ երկրորդ նախագահ սխալվում է։ Կսխալվի երկրորդ անգամ։ Ես ուզում եմ հասկանամ այդ ինքնավստահությունը, հա, լավ աշխատենք սկզբունքով, Փաշինյանը այլևս ձայն չի ունենա։ Գիտեք, զարմանալի է, էլի գալիս ենք նրան, որ նայում ես, հա, իր ասուլիսի ժամանակ բավականին խելոք, խելամիտ բաներ ասում, սխալները փորձում է համադրի եւ այլն, ես չեմ ասում դեռ իր մասով արածն ու չարածը, դա մի հատ ուրիշ պատմություն է, մի հատ ուրիշ կինո է։ Բայց ուրիշ բան է, երբ որ ասում է լավ աշխատենք, ես գիտեմ, որ ռեյտինգը ընկել է, գահավիժում է, մենք շանսեր ունենք եւ այլն։ Նախորդ անգամ էլ նույն խոսույթով էր հանդեսայինս, բայց փաստի առաջ կանգնավ։ Հիմա եթե իրեն հաջելի է երկու անգամ, երկրորդ անգամ նման ստացվում է ինքն իր ասածին հագասական իրավիճակում հայտնվի, ուրեմն թող շարունակի նման հայտարարություններով հանդես գալ։ Գիտեք, չի կարելի նման խոսել։ Հակառակը Օրինակ ներողություն եմ խնդրում, ասում եք ՀՊ-ն առաջին տեղում է, բայց Հայաստան Դաշինքը եւ Սամվել Կարապետյանի Մերձևովը միասնաբար ավելի շատ ձայն կստանան։ Ուզում եք ես ձեզ շատ անկեղծ բան ասեմ, հա, ընդ որում դա հանրության լայն շրջանագի այսպես միասնական կարծիք որպես դիտարկեք։ Իհարկե։
քանի ինքը դեռ կա, Նիկոլ Փաշինյանի ռեպուտացիան եւ ռեյտինգը օրեցօր աճում։ Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ էր ասում, ինչքան խոսեք, այդքան մենք աճելու ենք։ Այսինքն նաև վերընտրվելու է Փաշինյանը, եթե Իհարկե, քանի կա Քոչարյան, քանի կա Սերժ Սարգսյան քաղաքական դեմքեր կամ իրանց հետ աֆիլիացված, ասոցիացված դեմքեր, որոնք մասնակցելու են ընտրություններին, ես ձեզ վստահեցնում եմ, նախկին ներկա դիսկուրսի համատեքստում հաղթելու են Նիկոլ Փաշինյանը իդեմս իր ՔՊ-ի։ Ես ձեզ ասել եմ բազմիցս, հիմա էլ եմ ասում, օր առաջ, եթե նրանք իրոք քաղաքական հայդից հրաժարվեն, այն որ ասում է գնան թոշակի, գոնե։ Ուրեմն երևակայեք նոր ուժեր, մաքուր ինքնաբավ կայացած մարդկանց շանսերը արդեն ակնհայտ երևալու է եւ արդեն երբ որ ժողովուրդը ասում է նույնիսկ Նիկոլը թող լինի, բայց հանգարց նախկինների վերադարձ չկա, որտեվ սարսափում են, շատ ահավոր անտագոնիզմ ու թշնաման կա նախկինների մասով։ Մարդիկ հնի վերադարձ չեն ուզում, որքան էլ իրեն ժամանակ այն արհավիրքները չենք ունեցել, չենք տեսել, ինչ որ այսօր ենք տեսել։ Բայց եւ այդուհանդերձ մարդիկ այդ ամեն ինչը տեսնելով ասում են նախկինների վերադարձ չպետք է լինի։ Այդ ժամանակ հարց է տալիս, բա ովքեր կան, ասում են նոր կայացած ինքնաբավ մարդիկ, որոնք ասելիք ու անելիք ունեն այս երկրում։ Տեսնում եք այդ ուժերին դուք հիմա։ Ես իհարկե տեսնում եմ։ Իհարկե տեսնում եմ, չի կարող հայ ազգի մեջ այդպես պայծառ ուղեղներ եւ լավ ինքնաբավ մարդիկ կայացած գրագետ մարդիկ չլինեն, որոնք որ իհարկե ուրիշ բան, որ նրանք հայտ ներկայացնեն եւ փորձեն մտնել մեծ քաղաքականություն։ Այն էլ կեղդոտված քաղաքականություն։ Օրինակ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վերջերս հայտարարեց։ Առաջին քայլը արեց քաղաքականային։ Ինչպես է գնահատում նրա շանսերը։ Հոյակապ։ Ճանաչում եմ։ Պունկտուալ, գրագետ, ինքնաբավ, այ վերը թվարկած բոլոր որակումները կարող եմ տան։ Հալուն արդարության ասեմ, ճանաչում եմ որպես մարդ եւ որպես պրոֆեսիոնալ մասնագետ, լավագույն մասնագետներից մեկն է, ուրիշ բան, երբ որ նրան դիտարկում ենք որպես MIP, ժամանակին լավ աշխատած MIP, իհարկե էլի այստեղ տարակարծություններ կարող է լինի, ոչ բոլորի համար է նա իդեալական հասկանալի։ Ամեն դեպս հանրության մեծամասնության աչքում որպես միջազգային ընկալում ունեցող, այո, միջազգային ընկալում ունեցող, հեղինակություն վայելող, հարգանք եւ պատիվ ստեղծած մարդ է, որը որ հիմա փորձում ուրիշ բան, երբ որ մենք նրան դիտարկում ենք արդեն որպես քաղաքական դեմք, իր տեսակով, իր մարդ, իր պրոֆեսիոնալ տեսակով, իր խարիզմատիկայով եւ այլն։ Դա հարցի մյուս կողմն է։ Որքան իր մոտ կստացվի, ես կարծում եմ, որ ինչքան էլ այդ տեսեք իրան էլ չէ, ասոցացնում են տարբեր նախկին։ Կարծեմ, հիմա դե գիտեք, ժողովուրդը ինչ որ մեկի հետ պետք է կապի, անհնար է, որ մարդը իրոք լինի ինքնաբավ։ Ընդ որում այդ մարդը ժամանակին ասուլիսի ժամանակ շատ հստակ այդ հարցին ուղիղ պատասխան տվեց, որ ինքն իրեն է կերտել իր կենսագրությունով հանդերձ, այնպես որ գիտեք, շատ բաներ կարող են խոսել։ Շատ բաներ կարող են խոսել։ Ուրիշ բան է, երբ որ հիմա քաղաքական դաշտում մենք տեսնում ենք նոր դեմք, որը քաղաքական հայտ է ներկայացրել, ընդ որում դա շատ լուրջ ծանրակշիռ որոշման արդյունք է, ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև շատ պատասխանատու բան է, իսկ ինքը իր տեսակով, իր գործի բնույթով շատ պատասխանատու պունկտուալ մարդ է։ Հիմա ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ Մոտ ապագայում ունի հնարավորություն, այսինքն ալտերնատիվը կա, այն որ ասում են նոր ուժ, մաքուր մարդ, ինքնաբավ, կայացած, խելացի, կրթված, միջազգային կապեր ունեցող, լեզուների իմացությամբ եւ այլն, ես չեմ տեսնում համենայն դեպս քաղաքական դաշտում քաղաքական հայտ ներկայացած երկրորդը նմանատիպ երկրորդին չեմ տեսնում։ Պարոն Կարապետյան, անդրադառնանք նաև Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, մեր ձևով շարժում նորերս ասուլիս անցկացրեց եւ տեղեկացրեց, որ վարչապետի իրենց տեխնացուն հանրության լայն շերտերի համար ընդունելի կլինի։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս ուժի շանսերը եւ արդյոք այն կարող է իրական այլընտրանք դառնալ հանրության այն հատվածի համար, որը եւ Նիկոլ Փաշինյանն է մերժում, բայց միևնույն ժամանակ նաև նախկին իշխանությունների վերադարձը չի ցանկանում։ Տեսեք, եթե չեմ սխալվում, մեր կողմից երբ որ մենք ձեր նախորդ հարցի հետ կապված Արման Թաթոյանի անմիջապես քաղաքական հայտ ներկայացնելու հաջորդ օրը նույն սրահում տեղի ունեցավ ձեր ասած մեր ձևով շարժման ասուլիսը։ Ես ինչ եմ սա ասում, որտեղ երկուսն էլ քաղաքական հայտ են ներկայացրել, նոր ուժեր որպես։ Ժամանակին ձեր տաղավարում եղել է խոսակցություն, երբ որ դուք Սամվել Կարապետյան անձ եք ինձ հարցնում, ես տվել եմ իմ կարծիքը շատ օբյեկտիվ անաչառության սկզբունքներից ելնելով։ Ուրիշ բան, երբ որ ես հիմա որպես մասնագետ քաղաքական երանգ տրված արդեն process-ին, ընդ որում որ մարդիկ սպասում են լավ այս ամեն ինչի կուլմինացիան որն է լինելու, որտեղ ինքը բերդում նստած է,
իր եղբոր տղան իր անունից քաղաքական հայտարարություններ է անում, թիմ է ձևավորում, process-ներ է գեներացնում։ Նաև շատերի կարծիքով որոշակի ուշացել են նաև։ Օրակարգ են գեներացնում։ Գիտեք, ես չասեմ ուշ-ուշով հետևել եմ, ես նայել եմ ինչքան հնարավոր է, ինչքան մեդիան թույլ է տալիս։ Ես այդտեղ լուրջ խնդիր եմ տեսնում։ Ասեմ ինչու։ Նախ որպես այդպեսին արդեն ասեցի։ Եթե ղեկավարը կալանավայրում է, շատ դժվար է քաղաքական process-ների մեջ, այսինքն ճիշտ ընթացակարգերով ինքը ներկայանա հանրությանը եւ այլն։ Ուրիշ բան է, երբ որ կալանավայրից ուղերձներ է հղում կամ իր անունից ինչ որ տարբեր դեմքեր փորձում են ներկայանալ։ Դա հարցի մի հատ ուրիշ խնդիր է։ Ընդ որում խնդիր է դա, որտեվ ուղիղ կապը, հա, հանրություն եւ լիդեր չկա այս պահին։ Այդ խնդիր է։ Երկրորդ հարցը, թե արդյոք քաղաքական բռնաճնշումների արդյունքում կամ արհեստական գործերի արդյունքում նա դերևս ելի կշարունակի մինչև հաջորդ ընտրությունները մնա կալանավայրում։ Այդ մի հատ ուրիշ խնդիր է այդտեղ է։ Երրորդը, այո, ես տեսա մամուլի ասուլիսը բազմամարդ հավաքեր, թիմ էր ձևավորվում։ Ես թույլ կտամ ինձ ասել, որ այստեղ շատ շատերը ըստ իս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կանգնած են այդ մարդկանց առաջադեմ այդ ղեկավարության կողքին զուտ ֆինանսական միջոցների հնարավորությունների հասկանում եք, չէ՞, եւ կարող եմ շատ թվարկել։ Ես որովհետեւ այդտեղ ես չեմ կարծում, որ նախ MBC մի հատ օրակարգ գաղափարախոսություն է ներդրված, որ բոլորը դրան հարող են, բոլորը այսպես անմնացորդ նվիրված են ու եկել են այդ մասով կանգնեն նրա կողքը, հա, շատերը նաև հասկանում են, որ դերևս լավ բիզնեսմեն լինելը, որքան էլ դա պատվի հարց է եւ ընդհանրապես հայտնի հայ Forbes-ում հայտնի բիզնեսմեն եւ այլն, բայց քաղաքական տեսանկյունից դա լրիվ այլ պատմություն է։ Հիմա տեսեք նույնը MIP-ի մասով ենք ասում Արման Թաթոյան, ուրիշ բան է, որ նրան դիտարկում ենք որպես MIP աշխատակից ու որպես հիմա քաղաքական ուրեմն քաղաքական արդեն process գեներացնող անձ։ Ընդ որում մարդը ուղիղ տեքստով, երբ որ ասում է ես վարչապետի հաջորդ տեխնազության համար եմ պայքարում, ուղիղ տեքստով մարդը ասում է, հա ու ճիշտ է անում, ասում է, բայց այստեղ հիմա հասկանանք, որովհետև այս process-ը նաև իր խութերը ունի, որովհետև տեսեք ինչից սկսվեց այս ամեն ինչ, երբ որ աջակցություն ցուցադրեց, հadoop այդ մեր ձևով, այսպես սլենգային խոսույթով ասեց, որ ես կանգնած եմ եկեղեցու կողքին։ Կալանավորվեց, հիմա ասում է քաղաքական պայքար եմ սկսում, վարչապետ եմ ես լինելու կամ չգիտեմ, հեռացնելու ենք, գալու ենք նոր պետություն, նոր բան, գեղեցիկ խոսքեր, շատ դեպքերում պաթոսներ, բաներ եւ այլն։ Ու դա հասկանալի է, դա քաղաքականության մեջ կիրառվող մեխանիզմ է։ Բայց հասկանում ես, երբ որ դու հասկանում ես, որ այդ թիմը որպես այդպիսին քաղաքական աստար չունի, քաղաքական process-ների մեջ չի եղել։ Մարդիկ բիզնեսմեն են, որոնք ուզում են զբաղվել ուրեմն քաղաքականությամբ, այստեղ նաև կարանք զուգահեռ հա, շատ են սիրում Բիձինա Իվանիշվիլի հետ համադրել, այնտեղ լրիվ ուրիշ պատմություն է, ես վստահեցնում եմ։ Բայց այստեղի իրականությունը այլ է։ Իրանք իրանց պետք է ասպես ասած ժողովրդական լեզվով ասած աչոտ տան, թե իրենք պետք է զբաղվեն իրոք լուրջ քաղաքականությամբ, ակնկալելով ժողովրդի համաժողովրդական հարգանքն ու պատիվը վայելեն եւ գնան քաղաքական ձայն խնդրելու եւ ժողովուրդը դա տալու է։ Որովհետեւ էլ եմ ասում, ես չեմ տեսել իրանց թիմում, ես նայում եմ որպես մասնագետ, թե ովքեր կան, որը որ կոմպետենտ է իր ոլորտում, ճանաչելի դեմք է, տեսել են, գիտենք, ճանաչում ենք եւ այլն։ Ես չեմ նկատել այնտեղ նախ թիմ, լուրջ թիմ, որ մեծ մասամբ անհատ մարդիկ են։ Էլի ստացվում է անհատների կողմ մարդ կուսակցություններ, մարդիկ, որոնց կողմը ուղղակի հավաքվում են ինչ-ինչ մարդիկ։ Ես իսեր ասո չեմ ուզում այլ որակումներ տամ, նեգատիվ։ Ես ասում եմ փաստացի, այն ինչ որ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եվ նույն Արամ Սարգսյանը իր հարցազրույցում նաև նշում էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է Մոլդովայի օրինակին հետևեն եւ առհասարակ թույլ չտան որոշ ուժերի գրանցումը, որոնք հակասում են օրենսդրությանը իր կողմով։ Այստեղ ներողություն եմ խնդրում, բնականաբար Սամվել Կարապետյանին նկատի։ Հասկանալի է, որ նրան է։ Դուք իրատեսական համարում եք, որ Հայաստանի իշխանությունը կշարժվի այս ճանապարհով ու դա ինչ հետևանքներ կունենա։ Գիտեք, ընդհանրապես, երբ որ տարբեր քաղաքական քարտեզի վրա տարբեր երկրներում ինչ որ քաղաքական process-ներ են տեղի ունենում։ Հիմա Ֆրանսիայում է գիտեք ինչա տեղի ունենում կամ հենց հիմա անմիջապես Պակիստան, Աֆղանստան եւ այլն։
կարող ենք ինչ որ զուգահեռներ անցկացնել, սիմետրիկ, ասիմետրիկ ինչ որ օրինակներ բերենք, համադրենք եւ այլն, ընդ որում, գիտեք, էլի ես շատ կարող եմ խոսել այս մասով։ Այդ մարդիկ ուղղակի որ տենց անուններ են տալիս Մոլդովայի օրինակ են, Մոլդովայի ներքաղաքական կյանքը եւ ընդհանրապես pedagogan կառուցվածքից տեղյակ չեն, ես դες վստահ եմ։ Մոլդովայի տեղը նույնիսկ քարտեզի վրա չգիտեն, բայց ցիտում են։ Մոլդովան լրիվ այլ պատմություն է, այլ իրականություն է այնտեղ։ Հիմա Մոլդովա գետ են դառնում, հիմա փորձում են համադրել, որ ես հասկանում եմ այդ ագնարգը ուր է գնում, բայց էլի բան են անում, ռուսական ծիրի տակ ներկայացնում են, փորձելով այդ կապը պահել, որտեվ իրականում այդպես բան է կա, դրանից օգտվում են, նման հայտարարություններ են անում։ Անցած տարի այդ ժամանակ Ամերիկա գետ էին, պնդում են, որ Թրամփը խայտարակվելու է։ Այո, գրազ էին գալիս, մարդիկ կային, հիշում եք, որ Թրամփը չի անցնելու։ Այսօր Թրամփի անունով են երթվում։ Հա, այն պսևդո արևմտամետներ կան, չէ, ընդհանրապես այս իշխանական տաշտամանից օգտվող առավել ես։ Ինչ ասես, լսում ես։ Ընդ որում նենց է մեծ լսարաններ ունեն ու զարմանում ես, թե ոնց են այդ սդերով, մանիպուլյացիաներով կերակրում այդ ժողովրդին։ Ժողովուրդը միամիտ տեսնում են այս ոսկեղենիկ հայերենով գրագետ այնպեսի տեքստեր են գրում, մարդիկ գիտեն, այս ինչ պրոֆեսիոնալ են, այս ինչքան լավ են պատկերացնում աշխարհակահաղականությունը, այս ինչ լավ գիտեն այդ երկրներում ինչ ներպետական օրենսդրությունն է, ինչպես է ընթացակարգերը գնում, ինչ ռիսկեր կա եւ այլն։ Եղբայր դուսկի քո Հայաստանի շուրջ բոլորի խնդիրները նորմալ չես տիրապետում, դու Մոլդովային ինչ ցիտում ես, որ ինչ։ Եվ պարոն Կարապետյան, առաջիկայում թիմ ընտրություններ են սպասվում Էջմիածնում, քաղաքական ուժերի շրջանում բավականին մեծ ակտիվություն է նկատվում այս մասով, եւ Գյումրիի օրինակով կարծես թե ավելի շատ տեխնացու կա, քան բնակիչ Էջմիածնում։ Ինչով եք պայմանավորում քաղաքական ուժերի այս ակտիվությունը? Արդյոք սա համապետական ընտրություններին պատրաստվելու հանգամանքով է պայմանավորված, թե ավելի շարժառիթներ եւս կան։ Մի մասնիկն է ձեր ասածի, հիմնական են, որ ասում եմ մեծ պայքարից առաջ փոքր պայքարը լոկալ պայքարներ են դեմս, այո, դե նույն Մերձավանի այդ դեպքերը մենք գիտենք եւ այլն, Գյումրիի դեպքը շատ ճիշտ օրինակ եք բերում, պայքարում են իրականում շատ լավ է, առողջ պայքար թող լինի, ընդհանրապես ես դա կուզենայի, որ ընդհանրապես քաղաքավարության շրջանակներում լինի, արդեն տեսնում ենք, որ կրիմինալ կա, արդեն տեսնում ենք, որ ինչպիսի շահարկումներ կան։ Երկուս թույլ չեն տալու։ Հա, չենք այդ հենց այդ է ուզում ասեի, ասում եմ, բայց պատկերը մեկ է տեսնում ես լրիվ այլ բան է տեղ ունենում։ Իրականում ես չէի ասի, որ նայեք, Էջմիածինը ինքը ընդհանրապես մեծ քաղաքներից մեկն է Հայաստանի Հանրապետության, շատ կարևոր է այդ քաղաքը։ Ես գիտեմ ինչ ուժեր են պայքարում այդ քաղաքում քաղաքը գլուխ դառնալու համար ու բավականին ես կարծում եմ, որ լուրջ պայքար կգնա, աջակցություն կլինի բնականաբար այն ուժերին, որոնք որ իշխանամերձ են, երկուսը կա, ես անուններ չտամ, դուք լավ գիտեք, տեսնենք, թող պայքարը գնա, առողջ պայքար լինի, տեսնենք արդյունքը ինչպես կլինի։ Եվ իշխանության հնարավոր պարտություն է այստեղ համապետական մակարդակում, ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Չի բացառվում պարտություն, կրկին պարտություն լինի, չի բացառվում։ Եվ դա կազդի արդեն 26-ի համապետական ընտրությունների գլոբալ առումով այո, երբ որ մի շարք քաղաքներ հերթով իրար հետևից սկսում են պարտություն կրել, դա, չասեմ սիմվոլիկա, ես չեմ շարժում այդ կոնսպիրոլոգիական տեսություններով, բայց որպես այդպիսին, երբ որ հերթով քաղաքները, լուրջ քաղաքները սկսում են հաղթանակ տանել, իդեմս ոչ գործող իշխանությունների, դա լուրջ խնդիր է իրենց համար։ Ժամանակին ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, Գյումրիի կորուստը չագերտա, որ մինչև հիմա չեն մարսում, որտեվ հասկանում են, դա շատ լուրջ է։ Այ հիմա փորձում են, արհեստական, իհարկե, պետք է ասել են, ինքը չպետք է լինի։ Իսկ մինչև ընտրությունները կհամարձակվեն նրան հեռացնել պաշտոնից։ Ամեն ձև, դուք պատկերացրեք ինչքան ռեսուրս ունեն, ինչեր կարող են կիրառել։ Լինի դա արհեստական, ոչ արհեստական, ինչպիսի հնարավոր մաքսիմալ ամեն ինչով անելու են, որպեսզի նա կամ փորձեն կոմպրոմատներով, վախացնելով ինչ որ հասնեն նրան, որ ինքնակամ հրաժարվի կամ ինչ որ մի հատ քրեական եւս, որը որ անթիվան համար է, եւս մեկը ավելացնեն, բայց այնց ավելացնեն, որ խնդիր ստեղծեն, որ նա չկարողանա մունիցիպալը կառավարի, այսինքն կալանավորեն ինչ ոնց որ սրբազաններին։ Հիմա այս նույն սկզբունքով չի բացառվում նաև Էջմիածինի սցենարը, եթե տեսնեն վտանգ։
Եվ պարոն Կարապետյան, Գյումրիից խոսեցինք, չեմ կարող չանդրադառնալ Միքայել Սրբազանի նկատմամբ կայացված դատավճռին, գիտեք, վերջինիս նկատմամբ դատարանը 2 տարով ազատազրկելու որոշում կայացրեց, ընդ որում սա այն դեպքում, երբ նույն հոդվածով նաև տուգանք էր նախատեսվում եւ հնարավոր է շատ ավելի մեղմ պատիժ ընտրել։ Ձեր գնահատմամբ ինչու Սրբազանին հանդեպ նման խիստ պատիժ ընտրվեց եւ ինչու հատկապես գյումրեցիները չեն պայքարում այս դատավճռի դեմ։ Նախ ասեմ, որտեղ վտանգ էր իրենից ներկայացնում, նրանք նրա մեջ տեսնում էին վտանգ։ Տեսեք, ընդհանրապես ես չեմ սիրում ինչ-որ մեկին ցիտել, բայց Միքայել arczepiskopos-ը շատ ճիշտ դատական նիստերից մեկի ժամանակ շատ ճիշտ արտահայտություն ասեց, այսինքն ստացվում է ես մի տարի ու կես առաջ հանցագործ էի, նման հանցագործ հայտարարություն էի արել, կամ հանցագործության մասին դուք այդ հաղորդումը ձեզ չէր ներկայացվել, դուք հիմա թարմացվեց, մեկ անգամ եւս կրկնվեց, հիմա նոր ես կրում եմ մի պատիժ, որը ստացվում է դերևս անցած տարվանից, ուր էր ձեր արտարադատությունը, ուր էր ձեր այդ պունկտուալությունը, հա, եւ դատախազությունը հանցակազմ չէր տեսել, ընդ որում հանցակազմ չէր տեսել, ապրեք, այստեղ իրականում փաստ է, որ հանցակազմ, սա ինչ է, սա քաղաքական դրդապատճառ է, միանշանակ, ես ասել եմ, սա քաղաքական դրդապատճառ ունի ու միանշանակ է, որ նա որպես այսպես հետաքրքիր պերսոնա է նա, ընդ որում Շիրակի մարզում ու շատ հնարավորությունների տեր մարդ, հա, որպես այդպեսին, ես չեմ ասում կարող էր ինչ-որ քաղաքական process գեներացնել, բայց օգներ, օժանդակեր, սատարեր, այո։ Հիմա ձեր հաջորդ հարցին, տեսեք, այստեղ շատ լուրջ խնդիր կա։ Շատ հագասական է, թե ինչու բագյումրեցիները կամ շիրակցիները չեն պայքարում եւ այլն, ինչ ձևով պայքարեն։ Օրինակ փողոց դուրս կան, ընդվզեն այս ամեն ինչի դեմ, միջպետական ճանապարհը փակեն, զանազան տարբերակներով։ Տեսեք, փորձը ցույց է տվել, որ այո, կարող է տեղի ունենալ նման։ Հələ դեռևս մանավանդ հենց հիմա ես կարծում եմ, որ մանավանդ այն խժդժությունները, որ սկսվելու է Գյումրիում, իդեմս Վարդան Ղուկասյանի, այդ համատեքստում լինելու է ինչ-որ մի բան։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը ձեռագիրը լավ գիտի իշխանությունների։ Այդ նույն մեթոդները, որ ժամանակին իրանք են կիրառել ու եկու իշխանության, իրանք լավ գիտեն, որ այդ մեթոդներով չի անցնի դա։ Հիմա Գյումրեցին որքան էլ բողոքի ակցիան բազմահազար մարդկանցով դուրս գան, դա հարցի լուծում չի լինի։ Ես ձեզ վստահեցնում եմ, դրանով դու ճնշում չես գործադրի։ Ընդ որում ես այստեղ մի հատ հետաքրքիր բան է ձեզ ասեմ։ Երևակայեք հազարավոր մարդիկ փակում են ձեր ասած ճանապարհը, գալիս են կառավարության շենքի դեմ ցույցեր են անում եւ այլն։ Չեք կարծում, որ դա նաեւ նրան է ձեռնտու, նրան պետք, որ հետագայում ինքը հասի ամնեստիայով ազատում եմ։ Հասկանում եք, ու խաղաթուղթ ունենա այդ մասով։ Մեղավոր է, բայց ամնիստիա եմ կիրառում, որտեղ օրենքի կետով նա կարա դա կիրառի, մանավանդ որ հիմք կա, որ հանցակազմ չի եղել։ Այսինքն ընդունենք, որ դա էմոցիոնալ խոսակցություն է եղել, գործնական ոչ մի տակը բան չկա, ես է Ժորժ ջան, ընթառաջ եմ գնում, բավարարում եմ ձեր պահանջ պայմանը, ես ազատում եմ ամնիստիայով, ես իրան ներում եմ շնորհում, այսինքն դուք պատկերացնում եք, չէ, arczepiskopos-ին վարչապետը ներում շնորհի։ Մի հատ այդ սցենարը մտածել եք։ Բայց էլի եմ ասում, ժողովուրդը ընդհանրապես գիտի, որ ցանկացած մեթոդ, փողոցային պայքարի ձև բան, այդ միջոցով, այդ գործիքակազմով դու չես կարող պայքարել այս ժողովրդի։ Այդ նույն բանն է, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիա անում, ասում է, որ է տենց վադա, հելեք բան արեք, հեղափոխություն արեք։ Սա շատ հետաքրքիր մանիպուլյատիվ բան կա իր մեջ, հա։ Ընդհանրապես վարչապետի վարկագիծն էլ էս վերջի օրերին, հա։ Ես վերստին համոզվում եմ, որ այդ մարդը բացի անձի երկաթվածությունից եւ հոգեգան եւ հոգեբանական խնդիրներից, այդ մարդը շատ ավելի բարդույթներ ունի լուրջ։ Ես սա ցավով եմ նույնիսկ ասում, որտեղ խոսքը վերաբերում է իմ երկրի ղեկավարին, իմ ժողովրդի առաջնորդին, որքան էլ գիտեք ինչ կարծիք ունեմ իր անձի եւ մարդը բան ու գործը թողած հարգելի Դավիթ, հələ մի րոպե թե ոնց է մի բան ասեմ, հա, ինչ որ հիմա ռիլսերի նոր տարբերակ է բան արել։ Անեց մի հատ հոգեցունց հայտարարություններ անում, մելամաղձոտ բան ու այնպիսի պսիխոմարազմատիկ բաներ ասում։ Ասում է, դե որ 3 նախագահների ժամանակ ամեն ինչ լավ էր, հոյակապ տարբերակներ են առաջարկում, ինչի Լեռնային Ղարաբաղի հարցը սենց լուծվեց։ Այսինքն լավ տարբերակը էս տարբերակն էր, որ դու լուծեցիր։ Այսինքն նախկինների ժամանակ որքան էլ ամեն մեկը յուրովի ասում էր, որ իմ տարբերակը ճիշտ է, բայց համենայն դեպս փաստն է, որ այդ 3-ի ժամանակ Արցախը հայկական էր մնացել։
Ինձ համակիրներն էլ ասում են, Փաշինյանը լավ վատ լուծեց խնդիրը։ Հենց իրոնիայով հեգնանքով ասում։ Բացեք նայեք, հենց այսօր աչքովս պատահեց, ասում է դե նախորդները դե որ դες լավ ընդդիչ տարբերակներ էին առաջարկում, բա ուր այդ լավ տարբերակները, բան ագամա հարց է առաջանում, բայց այսինքն լավ տարբերակը հիմիկվա էս 5000 զոհերով այդքան, հա, այսինքն ժողովրդին 120,000 մարդուն տեղահանես, ունես զրգես, բերես այստեղ այդքան զոտաս, դա է լավ տարբերակը։ Ասենք գետինը մտնիր պետք է, բայց ոչ նման արդայություն աներ։ Ինչ է, պատկերացնում եք, դա սարկազմ է, սա սեփական ժողովրդի հանդեպ սարկազմ է։ Օրվա երկրորդ կեսին կամ առավոտ լույսը բացում է, սիրտի գա ցույց տալի 18 տարեկան դեռահասների նման, հա, սիրում եմ ձեզ ժողովուրդման։ Բաներ անում, բողոքում էին, թե Գյումրիում Դոլյա Վարավսկայան դրե ինքը բան է լսում, Վիսոցկու բանը կրիմինալ երկերից է լսում, հասկանում ես, որ այս մարդը խնդիր ունի։ Ու ամբողջ եղեգը տրված է այդ մարդուն։ Հիմա այդ մարդուն ասում եք իր դեմ կիրառեք այդ գործիքները, որ ինքը ամենօրյա ռեժիմով կիրառում է սեփական ժողովրդի դեմ։ Մարազմի ժանրից է, աբսուրդ է սա այս ամեն ինչը։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Կհանդիպենք։